Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պնդել է, թե Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում Թուրքիան եւ Ադրբեջանը ներգրավված չեն։ Ես խնդրում եմ հարցեք տալիս։ Հիբրիդային պատերազմ Թուրքիայի եւ Ադրբեջանի Ոչ, շատ ակնհայտ է Թուրքիան եւ Ադրբեջանը չեն Թուրքիան եւ Ադրբեջանը չեն միջամտում։ Փաստերը սակայն հակառակի մասին են խոսում։ Այսպես 2022 թվականից Բաքուն դաշտ է նետել Արևմտյան Ադրբեջան խոսույթը, համաձայն այդ ծրագրի Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքը ադրբեջանական է։ Ալիևի աշխատակազմը ստեղծել եւ հովանավորում է Արևմտյան Ադրբեջանի համայնքը, դրա քարոզչական ուղեկցումը ապահովող ռեսուրսները, տեղական եւ միջազգային միջոցառումները։ Հաջորդը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խոսույթն է, որով խեղաթյուրվում են թե նոյեմբերի 9-ի եւ թե Թրիփի փաստաթղթերը։ Ըստ Բաքվի այդ փաստաթղթերը ստորագրելով Հայաստանը պարտավորվել է Սյունիքով միջանցք տալ իրեն։ Ադրբեջանը միջամտելով Հայաստանի ներքին գործերին Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու պահանջը դարձրել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Ադրբեջանի մուսուլմանները համակարգված արշավ են իրականացնում հայ առաքելական եկեղեցու դեմ, անգամ պնդելով, թե Էջմիածինը իրենց եւ ոչ թե հայերի հոգեվոր կենտրոնն է։ Հայ գերիների հարցը շահարկելով եւ նրանց կեղծ դատավարություններով Ադրբեջանը ներկայացնում է հայերին որպես ահաբեկիչներ, իսկ իրեն դերքավորում է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ լեգիտիմ կողմ։ Թուրքական ԶԼՄ-ները եւս անմասն չեն Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմից։ Բազմաթիվ թուրք լրագրողներ հիմնովին կեղծ լուրեր են հրապարակում բազմամիլիոնանոց լսարան ունեցող թուրքական աղբյուրներում։ Ուստի ՔՊ-ական պատգամավորի պնդումը, թե Թուրքիան եւ Ադրբեջանը չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին եւ չեն վարում մեր դեմ հիբրիդային պատերազմ, սխալ է։